Բարի լույս բոլորին, կամ ինչպես իտալացիներն են ասում buongiorno tutti։ Մենք գտնվում ենք արդեն Կալիարիում, Սարդինիայի մեծ քաղաքներից մեկում, ու հիմա պետք է իջնենք նախաճաշելու ու դրանից հետո գնանք բացահայտելու այս գեղեցիկ քաղաքը։ Կալիարիի կարևորագույն կառույցը համարվում է ռոմեական ամֆիթատրոնը։ Ամֆիթատրոնը կառուցվել է ռոմեական կայսրության ժամանակ, Քրիստոսից առաջ 2-րդ դարում, եւ իր կարևորագույն նշանակությունը այն է, որ նրա մի մասը գտնվում է ժայռի մեջ։ Ամֆիթատրոնը տեղավորում էր մինչև 10,000 հանդիսականի։ Այստեղ տեղի էին ունենում քաղաքային եւ մշակութային կարևորագույն միջոցառումներ, ինչպես նաեւ գլադիատորական մարտեր։ Նստարանները բաժանված էին 3 հիմնական մասի։ Առաջին հետքին հատվածում նստում էին սենատորները, մեջտեղում սովորական քաղաքացիները, իսկ վերևի հատվածում ստրուկները։ Պատկերացնում եք, 2000 տարի առաջ իմ փոխարեն այստեղ եղել են նստած այլ մարդիկ ու դիտել են, թե ինչպես են այստեղ գլադիատորները մարտնչում, իրար դեմ կռվում։ Եվ բնականաբար նրանցից մեկը մահանում էր կամ վիրավորվում էր։ Սա սարսափելի ուղղակի իրադարձություն է, հա։ Ես կարծում եմ ժամանակին մարդիկ էլ ավելի ագրեսիվ ու վայրի են եղել, ինչպես են մարդիկ կարողացել այսպիսի բաներ դիտել։ Սա Սարդինիայի ազգային հացն է։ What is this? Pane carazao. Pane carazao. Carazao. Cool. Okay. Thank you so much. Okay, I want to pay. Please. No. Sir. Perfect. Thank you so much. Grazie a voi. Շատ հյուրասեր են մարդիկ։ Gracias. Gracias. Так, տեղական արտը։ Միջերկրական ծովի սրտում, Սարդինիա կղզու հարավային հատվածում է գտնվում կղզու մայրաքաղաքը՝ Կալիարին։ Կալիարին միառժամանակ ունի 3000 տարվա պատմություն, իտալական գեղեցիկ ճարտարապետություն եւ միջերկրական ծովի ավազանին հարիր հանգստություն։ Ciao։ Կալիարին կառուցված է բլուրների վրա, բոլոր կողմերում բլուրներ են, այդ իսկ պատճառով քաղաքն ունի գեղեցիկ խորություն եւ այդ բլուրներից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի միջերկրական ծովը, նավամատույցը եւ երկար ձգվող լողափները։ Սա Ստամպաչեն է, Սարդինիայի հին թաղամասերից մեկը, այստեղ լցված է իտալական կոլորիտը, սրճարաններ, բարձր խոսացող մարդիկ, բալկոններ, գույնզգույն շենքեր ու մի խոսքով իրական իտալական ջերմ միջավայր։ Եվ հենց այստեղ է գտնվում թաղամասի ամենագեղեցիկ կառույցը՝ Սուրբ Աննա եկեղեցին։ Բարոկո ոճի այս գեղեցիկ տաճարը Սուրբ Աննան կառուցվել է 18-րդ դարում։ Բավականին մեծ մուտք ունի եկեղեցին, բայց կան փոքրիկ դռներ, որոնցով որ կառավարում է մարդկանց մուտքը եւ ելքը։ Կաթոլիկ եկեղեցիները իտալական քաղաքներում այն վայրերից են, որտեղ ուղղակի մուտք ես գործում ու կտրվում ես քաղաքի թոհ ու բողից, քանի որ շատ ձայներով հարուստ է Իտալիան։ Ստեղի լռությունը, հանգստությունը ուղղակի ապշեցուցիչ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սարդինիան մեծ ռմբակոծությունների է ենթարկվել եւ նույնիսկ Սուրբ Աննա եկեղեցին ավերվել է։ Բայց մի քանի տասնամյակը անց այս ամբողջը վերականգնվել է եւ չես ասի, որ երբևէ այստեղ պատերազմական ինչ-որ իրադարձություններ են տեղի ունեցել։ Այստեղ մարդիկ պահում են իրենց մշակութային արժեքները։ Այդպես իրենք ել ավելի են սիրում իրենց երկիրը։
Պիացցան այն վայրն է, որտեղից որ փողոցները զարկերակների նման տանում են դեպի բլուրներ, եւ հենց այստեղից բոլորը սկսում են իրենց Կալյարի բացարկումը։ Կալյարի կարևոր կառույցներից մեկը համարվում է այս պարիսպների գիծը, որը կառուցվել է 13-րդ դարում Պիացցայի հանրապետության կողմից։ Նրանք կառուցել են այս պարիսպները, որպեսզի քաղաքը վերցնեն ամրության ներսում, որպեսզի չկարողանան օտար նվաճողները գրավեն քաղաքը։ Պարիսպի վրա կան երկու կարևորագույն աշտարակներ, շատ բարձր։ Ուրեմն սա Տոլե դե Էլեֆանտե աշտարակն է, ու արդեն մոտավորապես մի 50 մետր բարձրացել ենք քաղաքի համայնապատկերն է, ծովը, շատ սիրուն։ Ունդեղ մեր նավն է գտնվում, մեկ ինչ ահռելի է։ Գնանք բարձրանանք ու տեսնենք այդ ռեստորանն ինչ է, որ այդքան ասում են, շատ լավն է։ Տորե դե Էլեֆանտեն թարգմանաբար նշանակում է փղի աշտարակ, եւ պատահական չէ, որ հենց աշտարակի մուտքի մոտ վեր է խոյանում փղի արձանիկը, կառուցված է սպիտակ կրաքարից, բավականին հաստ պատերով, շատ բարձր, մոտավորապես 15-20 մետր բարձրություն ունի։ Այստեղ կանգնած են եղել պահակներ, բայց բացի այդ նաև ունեցել է շատ ամուր, նկատում եք, դուռ, որը որ իջել եւ բարձրացել է, այսպեսով պայելով քաղաքի ամրությունը։ Գնանք ներս։ Այստեղ ոնց պետք է բարձրանանք։ Հավանաբար այստեղով, բայց դուռը հակա չի թույլատրվում։ Բայց դե դրոն ունենք, դրոնով տեսեք։ Լուրի մոռացել եմ, որ մենք դրոնի հնարավորություն ունենք։ Հակոբ, խնդրում եմ մեր հեռուստադիտողին ներկայացնել, թե ինչ տեսք ունի քաղաքը թռչնի բարձրությունից։ Մենք գտնվում ենք Կաստիլո թաղամասում, որը գտնվում է ամենաբարձր բլրի վրա։ Սա կարևորագույն թաղամասն է Կալյարիում։ Այստեղ շատ հետաքրքիր ճարտարապետական միաձուլում ենք նկատում։ Ինչու՞։ Քանի որ ռոմեական կայսրության անկումից հետո այստեղ շատ նվաճողներ հասան։ Այ օրինակ այստեղ հասած արագոնների թագավորությունը մեծ մշակութային փոփոխությունների ենթարկեց քաղաքը։ Բաստիոնը կառուցվել է 19-րդ դարում, նեոկլասիցիզմի գեղեցիկ դրսևորումներից մեկն է հանդիսանում։ Կառուցվել է իսպանական պարիսպի վրա, եւ այսօր այն միացնում է քաղաքի հին եւ նոր հատվածները։ Կարդինիան սկսել է զարգանալ փյունիկացիների բուտ գործելուց հետո։ 3000 տարվա պատմություն ունի Կալյարին, ու երբ փյունիկացիները եկան այստեղ, բացահայտեցին իրենց համար այս կարևորագույն առևտրային նշանակություն ունեցող կղզին, միանգամից հիմնավորվեցին, կառուցեցին քաղաքը, պարիսպները, պորտը, որտեղից որ իրականացնում էին իրենց նավագնացությունները, եւ սա դարձրեցին իրենց Եվրոպայի կարևորագույն առևտրային կետերից մեկը։ Հրապարակներից մեկում հենց այս պահին live music է, գնանք վայելենք։ Սարդինիայում նաև եռում է կյանքը եւ ինչպես տեսնում եք, տարեց մարդիկ իրենց այստեղ բավականին լավ են զգում։ Դի շատ կարևոր բան, սա համարվում է աշխարհի ամենաերկարակյաց տարիք ունեցող մարդկանց վայրը, ոչ միայն կղզին, այլ առհասարակ վայրը, արյան, որտեղ որ ապրում են։ Այստեղ բավականին շատ են 100-ից մարդիկ։ Իսկ պատճառը դա իտալական համեղ խոհանոցն է, միջերկրական ծովի անուշ կլիման, մարդկանց ոչ ստրեսային կյանքը, երջանիկ ապրելու այդ կարևորագույն միտքը։ Կաստիլիայում է գտնվում
Կալյարի հոգևոր կենտրոնը, Կալյարի Duomo, մեծ գեղեցիկ կառույց է, որը կառուցվել է 13-րդ դարում ռոմեացիների կողմից։ Սա ճարտարապետական միաձուլման իսկական վայր է, որտեղ միանգամից միաձուլված են ռոմանական, նեոռոմանական, գոթական ու բարոկո ոճերը։ Շքեղություն է ուղղակի։ Ճարտարապետական նմանօրինակ միաձուլումը այս տաճարին հաղորդում է յուրահատուկ աուրա, քանի որ միանգամից տեսանելի են մի քանի ոճերը մեկ համալիրի ներսում։ Ուղղակի շքեղություն է։ Իտալացիները ոսկե ձեռքեր ունեն դա միանշանակ ու դա համոզվել եմ տարբեր քաղաքներում։ Ուր էլ գնաս, մեկ է հանդիպելու ես յուրահատուկ տաճարներ, մեկը մյուսից տարբերվող։ Երբեք նման ոչինչ չես գտնում։ Ինչպեսի շքեղ դրան թակի չէ։ Այս պահին հայկական խումբը ծանոթանում է Կալյարիի հետ, մենք մի փոքր խմբից առանձնացել ենք, որպեսզի իրականացնենք նկարումը եւ իրենց չխանգարենք, բայց մարդիկ շատ ուշով լսում են գինին, թե ինչպես է նա շատ հետաքրքիր պատմություններ պատմում քաղաքի վերաբերյալ։ Մեր այս անմոռանալի կրուիզային ճանապարհորդությունը կազմակերպել է Marina Traveling Agency-ն։ Կազմակերպում են անհատական եւ խմբային կրուիզային ճամփորդություններ ամբողջ աշխարհով մեկ, սկսած միջերկրական ծովից մինչեւ էկզոտիկ ուղղություններ։ Եթե ուզում ես ճանապարհորդել առանց հոգսերի ու ստանալ առավելագույն փորձառություն, վստահիր պրոֆեսիոնալներին։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Ես ճանապարհորդ բլոգեր Նորոն եմ եւ այս պահին մեր կրուիզային նավը հասել է իր երկրորդ կանգառին։ Մենք Նեապոլում ենք։ Սա մեր հրաշք նավն է, որով ճամփորդում ենք։ Սա Նեապոլի ամենամեծ եւ ամենահայտնի առևտրի սրահն է, որը կառուցվել է 19-րդ դարի վերջում եւ հաճախ մարդիկ այն համեմատում են Միլանի հայտնի գալերիայի հետ։ Երբ ներս ես մտնում, էլ արդեն ուշադրությունդ ոչ թե խանութներն են, բուտիկները, սրճարանները, այլ այն ճարտարապետությունը, որը որ այս ամբողջի ներսում է։ Սա բացառիկ, սա յուրահատուկ ու աներևակայելի գեղեցիկ կառույց է։ Մարմարի հետ աշխատանքը այնքան մանրակրկիտ, գեղեցիկ, կարծես թե մոմի հետ աշխատած լինեն։ Ունի 4 թևեր, այսինքն խաչի տեսք ունի առհասարակ կառույցը, եւ բոլոր 4 թևերը խաչվում են իրար հետ գմբեթի տակ, որը որ երկաթից ու ապակուց է կազմված, իսկ գետնին նկատում ենք նաև մոզայկաներ, որոնք որ տարբեր հետաքրքիր խորհրդանիշ ունեն, այստեղ 12 համաստեղություններն են, եթե ուշադրություն դարձնեք, սով այնքան մանրակրկիտ, այնքան յուրահատուկ, այնքան գեղեցիկ է ամբողջը, ուղղակի հրաշք է։ Իրականում կարծես թե թանգարանում լինեմ, բայց եկեք չմոռանանք, որ սա առևտրի կենտրոն է։ Ժամանակակից կյանքում այսպիսի վայրին կոչում են մոլեր, երբ որ կառուցում են։ Սա էլ մոտ 200 տարի առաջվա իտալական մոլն է։ Այստեղ տեղակայված են տարբեր բուտիկներ, սուվենիրի խանութներ, գրասենյակներ, սրճարաններ եւ շատերը գալիս են այստեղ համտեսելու իտալական խոհանոցի գլուխգործոցներից մեկը։ Եկեք գնանք ցույց տամ, թե որն է դա։ Ինչ է մեզ ասում Google-ը։ Ասում է, որ
Sfogliatella-ն դա իտալական ավանդական խեցիաձև բրուշակեղեն է, որը սերում է կամպանիա տարածաշրջանից, հատկապես Նեապոլից։ Այն հայտնի է իր բազմաթիվ բարակ շերտերով, որոնք նման են տերևների։ Այս դրա մասին է խոսքը գնում։ Sfogliatella։ Կարող եմ ասել, որ համեղ է։ Կարծես թե մեղրի ցիտրուսի համ է գալիս, գիտեն թե ինչպես պետք է իրենց ստամոքսը զարմացնեն ու նաև այն զբոսաշրջիկների ստամոքսը, ովքեր գալիս են բացահայտելու Իտալիան։ Կրուիզային ճամփորդությունները Եվրոպայում այնպես են ստեղծված, որ դրանց մեծ մասը կանգառ է ունենում հենց Նապոլիում, որտեղ սա բավականին հայտնի պորտային քաղաք է։ Նապոլին ինձ մոտ բավականին հետաքրքիր տպավորություններ թողած քաղաք է։ Կա մի հատ առանձնահատկություն, որը միշտ կհանդիպես։ Դա իտալացիներն են, որոնք որ չափից դուրս էմոցիոնալ են ու սիրում են կյանքը, վայելում են կյանքը, ապրում են լիարժեք, սիրում են համեղ սնվել ու սիրում են իրենց երեխաներին, ընտանիքը։ Մի խոսքով, մենք եւ իտալացիները կարծում եմ բավականին շատ նմանություններ ունենք։ Մենք գտնվում ենք Պլեբիսցիտոյի հրապարակում, որը հանդիսանում է Նապոլիի ամենամեծ ու խորհրդանշական հրապարակը։ Ու սա նաև հանդիսանում է քաղաքի մշակութային ու քաղաքական կյանքի կենտրոնը։ Հրապարակը բաղկացած է 4 շինություններից։ Հրապարակի կարևորագույն շինությունը Սան Ֆրանչեսկո դի Պաոլո բազիլիկան է, որը նմանեցված է Ռոմի Պանթեոնին եւ ունի կիսաշրջանաձև սյունաշար կառուցվածք։ Հրապարակի կենտրոնում են գտնվում Կարլոս III եւ Ֆերդինանդ I-ի բրոնզաձույլ հեծյալ արձանները։ Բազիլիկան կնմանեցնեք Ռոմի Պանթեոնին։ Ճարտարապետը հենց դա էլ նպատակ է ունեցել։ Իսկ հարակից կիսաշրջանաձև սյունաշարը նման է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակի սյունաշարին, 38 սյուներից բաղկացած, իսկ տաճարի բարձրությունը 53 մետր է։ Անմիջապես բազիլիկայի դիմաց է գտնվում Նեապոլի թագավորական պալատը, որը կառուցվել է 17-րդ դարում եւ եղել է Բուրբոնների դինաստիայի կենտրոններից մեկը։ Հրապարակի ամբողջականությունը լրացնում են պրեֆեկտուրայի պալատը եւ պալացա Սալերնոն, սրանք երկու սիմետրիկ շենքեր են։ Կրուիզային ճանապարհորդությունները արդեն իսկ բավականին պահանջված ու սիրված են հայերի կողմից, ու դրա ապացույցն է այս ճամփորդության ընթացքում մեծաքանակ մասնակցությունը։ Մեր այս անմոռանալի կրուիզային ճանապարհորդությունը կազմակերպել է Marina Traveling Agency-ն։ Մեր հաջորդ կանգառը իսպանական քառորդն է, սա ամենավառ թաղամասներից մեկն է Նապոլի, եթե ոչ ամենավառը, ու սա շատ վտանգավոր թաղամաս է 5-6 տարի առաջ, բայց հիմա անվտանգ է, այստեղ մինչև 8 ժամի զբոսաշրջիկները վայելում են իսկական իտալական փարթիները, ու ինչպես նկատում եք ամեն անկյունում Մարադոնան է, մինչև անգամ այս սրճարանը Մարադոնայի անունով է։ Hello! What is the party? Nice! Բոլորը կենսուրախ, կենսախիտ ու վայելում են կյանքը։ Ես սիրում եմ Իտալիան հենց այսպիսի պահերի համար։ Ֆանտաստիկ է ուղղակի, եսի Իտալիանը առավոտվանից մինչև ուշ գիշեր նույն փարտիներն են, նույն էմոցիաները։ Մի հատ ուշադրություն դարձեք, թե որքան շատ մարդ է հավաքվել հիմա դրսում, դուք բոլորը նայում եք, մենք ոնց եք ստեղ տշում։ Ամեն անգամ զարմանում եմ այս քաղաքի աուրայի վրա։ Բոլորը Մարադոնայի հագուստով, որովհետև այստեղ ուրիշ ոչ մի հագուստ չես կարող կրել ու չես կարող երկրպագել այլ թիմի, քանի որ չես կարող մուտք գործել այս թաղամաս, գուցե նաև Նեապոլ, այնպես որ ստեղի պաշտամունքը, որ այս պահին տիրում է ուղղակի ապշեցուցիչ է։ Ես ուրիշ ոչ մի քաղաքում իմ ճամփորդությունների ընթացքում չեմ նկատել, որ մարդիկ
իրենց քաղաքը պատեն ուղակի ինչ-որ մարդու հանդեպ պաշտամունքով, այն պաշտամունքը, որ կա Մարադոնայի հանդեպ, երևի թե ոչ մի ֆուտբոլիստ, աշխարհում ոչ մի անկյունում, ոչ մի ֆուտբոլիստ չունի այդպիսի պաշտամունք ինչ-որ քաղաքում, ոնց Մարադոնան Նեապոլում։ Նապոլին դարձավ չեմպիոն, շատերը իրենց երեխաների անունը հենց Մարադոնա դրեցին։ Ափսոս մենք հնարավորություն չունենք, որպեսզի նաև վայելենք երեկոյան, գիշերային Նեապոլի կյանքը, որը որ պակաս խելայեղ չի, մի բան էլ ավել է, շարժվեցինք։ Իսկ հիմա եկել ենք պիցա ուտելու ու անպայման դա անում ենք տեղացիների հետ, այնտեղ որտեղ սնվում են տեղացիներ, որտեղ հենց այս տեղերն է ամենահամեղը։ Մենք խնդրեցինք, որպեսզի մեզ թույլ տան նկարահանել պիցայի պատրաստման process-ը, քանի որ Նեապոլը հանդիսանում է պիցայի հայրենիքը ու ամենաառաջին պիցան, որը պատրաստվել է, դա մարգարիտա պիցան է։ Մենք 3 տարբեր տեսակի պիցաներ ենք հիմա խնդրել, որպեսզի շեֆը պատրաստի pepperoni, bufalina, mozzarella եւ ավանդական կլասիկ մարգարիտա։ Ուրեմն մտածեք պատրաստման process-ը։ Իսպանական թաղամասում, այս քառորդում ամեն անկյունում կան շատ սրճարաններ, ռեստորաններ, պիցերիաներ, որտեղ որ կարող եք գալ ու համտեսել։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս հենց այսպիսի լոկալների սնվելու վայրում համտեսել, որպեսզի եւ ավելի մաչելի է եւ ավելի համեղ վստահեցնում է։ Ընդամենը 2 րոպե եւ պիցան պատրաստ է։ Համեցեք Նեապոլ պիցա ուտելու։ Հակոբ նստեք պիցա ուտենք։ Վերջ եկավ այն պահը, երբ պետք է համտեսեմ ֆանտաստիկ պիցան, որը պատրաստվում է Նապոլի փողոցներում։ Արդեն ինչպես նշել էի, մարգարիտայի հայրենիքը, առասարակ պիցայի հայրենիքը համարում եմ Նապոլին։ Մենք բացահայտեցինք քաղաքը, հիմա վերադարձանք արդեն մեր նավը։ Մոտավորապես 10 րոպեից արդեն բոլորը պետք է լինեն նավի մեջ։ Շատ կարևոր է պահել թայմինգը, որովհետև եթե ուշացաք, նորից եմ նշում, նավը ձեզ չի, այս ահռելի նավը ձեզ չի սպասելու։ Սա Կոլիզեին է, իհարկե նավը իտալական է, ինչպես կստացվեր, եթե կենտրոնում չլիներ Կոլիզեյը։ Այստեղ տարբեր տեսակի շոուներ են իրականացվում եւ քիչ անց այստեղ մեկնարկելու է շատ հետաքրքիր ու գեղեցիկ շոու, որը ձեզ կցուցադրենք։ Կրուիզային նավը իրենից ենթադրում է փոքր քաղաք, որտեղ կենտրոնացած են տարբեր խանութներ, ակվապարկեր, ժամանցի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, կլաբեր, կազինո մինչև անգամ սպորտային տարբեր հետաքրքիր փորձառություններ, այնպես որ ստեղ չես հասնում ուղղակի ձանձրանալ։ Նավի բոլոր հարկերում ամենուր կգտնեք սրճարաններ, ռեստորաններ, ձեր ժամանցը կազմակերպելու համար, արձեռն ոչ ոքի գումար չեք տալիս կամ ձեր անձնական քարտով գնումներ չեք կատարում, այլ այդ ամբողջը իրականացնում եք այս քարտի միջոցով, որը որ այս նավի եւ ձեր 7-օրյա ճամփորդության կարևոր բաղկացուցիչ մասն է։ Գնումը կուտակվում է այս քարտի վրա, որին կցված է լինում ձեր դրամական, դոլարով կամ եվրով քարտ եւ ամեն օրվա ավարտին այստեղից ձեր արած գնումները վերածվում են դրամի, եվրոյի կամ դոլարի ու քաշում է ձեր քարտից։